Կալվածատերն ու խոզարածը։ Լատիշական հեքիաթ։ Մի անգամ զբոսնելիս կալվածատերը տեսնում է մի խոզարածի։ «Այ տղա, մի ասա տեսնեմ հայրդ ինչ է անում», հարցնում է խոզարածին։ «Իմ հայրը երկու ճանապարհից մեկն է անում»։ «Երկուսից մեկը, այդ ինչպես»։ «Այ թե հիմար ես աղա, չես իմանում, թե ոնց են երկու ճանապարհից մեկը անում։ Նա վար է անում, վար»։ «Հա, վար է անում, հասկացա, իսկ մայրդ ինչ է անում»։ «Մայրս կերած հացն է ետ տալիս»։ «Կերած հացը, չի կարող պատահել»։ «Այ քեզ հիմար աղա, դա էլ չգիտես։ Երեկ որ հաց էր պարտք վերցրել, այսօր ետ է տվել»։ Ետ է տվել, իսկ ինչ է անում ամուսնացած քույրդ»։ «Քույրս անցյալ տարի ուրախանում էր, իսկ հիմա տխրում է»։ «Հիմա տխրում է, իսկ ինչու է տխրում»։ Համա թե հիմար ես աղա, դա էլ չգիտես։ Անցյալ տարի երկվորյակներ ունեցավ, դա ուրախություն էր, իսկ հիմա հաց չկա, որ կերակրի նրանց, դրա համար էլ տխրում է»։ Այդ թե ինչ, շատ լեզվանի ես, հա, ու որ ինձ հիմար անվանեցիր, դրա համար կալվածք կգաս ու մի լավ ծեծ կուտես։ Լավ։ Տղան գնում է ու ճանապարհին սուլում։ Գալիս է կալվածք, իսկ կալվածատերն ավելի շատ է զայրանում։ «Ինչպես ես համարձակվում քթից տակ սուլել»։ Ու ծառային հրամայում է շներին բաց թողնել տղայի վրա։ Ծառան շներին բաց է թողնում տղայի վրա, իսկ նա ծոցում միշտ նապաստակ էր պահում։ Ու հենց որ շները հարձակվում են, տղան ծոցից հանում է նապաստակն ու բաց թողնում։ Աստված իմ, ինչ կատարվեց։ Շներն ընկնում են նապաստակի ետևից, իսկ տղան ծիծաղից թուլանում է։ Կալվածատերն ավելի է կատաղում։ Հրամայում է նկուղը գցել հանդուգն տղային, ծառային էլ ուղարկում է ճիպոտ բերելու։ Ծառան տղային գցում է նկուղը, իսկ ինքը վազում է անտառ, որ ճիպոտ կտրի։ Իսկ այդ ընթացքում տղան նկուղում հանում է գինու մեծ տակառի խցանը և ամբողջ գինին լցվում է նկուղը։ Ծառան գալիս է, տեսնում է, թե ինչ փորձանք է եկել իրենց գլխին, մատներով փակում է տակառի անցքն ու գոռում. «Խցանը տուր ինձ, խցանը տուր»։ Իսկ տղան խոզի բուդը գցում է շալակը, վրայից էլ իր բաճկոնը, որ բուդը չերևա, ու փախչում։ Կալվածատերը պատուհանից տեսնում է, թե տղան ոնց է կռացած վազում, սկսում է քահ-քահ ծիծաղել։ Այ թե լավ ծեծ են տվել դրան, հա, մեջքը լրիվ ծռվել է։